Պարոն Անդրանիկ Քոչարյանն էլ ինձ ընդմիջման ժամանակ ասում է, որտեղ է այն ձայնագրությունը, պարոն Քոչարյան, ասում է Աննա, որտեղ է այս ձայնագրությունը, պարոն Քոչարյան։ Իմ ազգանունը Գրիգորյան է, Վարդապետյան չի։ 8 տարի հնարավորություն ունեցել եք Վարդապետյան Աննային հարցեր տալու, պատասխան ստացել եք, որ պատասխան չեք ստացել, եկել եք ինչ հարցադրումներ եք այստեղ հնչեցնում։ Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ է նշանակվում նախագահ Քոչարյանի առաջարկով Արամ Սարգսյանը։ Պատահական մարդ չէր Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրն էր։ Եվ դա ինչ նպատակ ուներ։ Քաղաքական ժեստ էր, որպեսզի այն մարդը, ով ամենաշատը պետք է հետաքրքրված լիներ նման ողբերգության բացահայտմամբ, իրականում տեղ չթողներ կասկածի, որ կբացահայտվի։ Այն ժամանակ դատախազովա նշանակվում Գագիկ Ջահանգիրյանը, այդ հարցադրումները ինձ տալու փոխարեն Գագիկ Ջահանգիրյանին տվեք, Բորիս Նազարյանին տվեք։ Ընդհանուր առմամբ ողբերգությունից հետո կարևորագույն պաշտոններին նշանակվում են մարդիկ, ովքեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի մարդիկ էին, ովքեր պետքա պարտակ էին, այլ մարդիկ էին, ովքեր ուղիղ հետաքրքրվածություն ունեին ողբերգության բացահայտման մեջ։ Եվ եղավ այն ինչ եղավ, Նայիրի Հունանյանը այսօր ԱԱԾ պատվալում է։ Եթե նոր բան կար բացահայտելու, բա ինչ էիք անում այսքան ամբողջ ժամանակահատվածում, ու հիմա գալ մի ամբողջ ելույթ կառուցել, տպավորություն թողնելով, որ հենց այդ ողբերգության համար է հիմա նախագահ Քոչարյանը կալանավորված չէ, դուք ձեզ համար ուղղակի եզակի այսպես քարտ կլիներ ձեր ձեռքին, եթե դուք կարողանայիք նման այդ առիթով ինչ-որ բան գտնեիք, որ նախագահ Քոչարյանին կալանավորիք, այդպես չի։ Ձեր անմիջական մտերիմ մարդիկ նշանակվել են ամենապատասխանատու պաշտոններին, որպեսզի կարողանան բացահայտել գործը, եւ գործը բացահայտված այնքանով, որքանով այս բան բացահայտված է, եւ եթե դուք արտաքին հետքն եք փորձում փնտրել, ես ոնց հասկացա, փորձում եք դրան էլ տանեիք։ Ինչ որ անհասկանալի հավանաբար ադրբեջանական կայքի մեջ վերում էիք անում, ես չհասկացա էլ դա ինչ է։ Ես ի տարբերություն ձեզ ադրբեջանական կայքից մեջ վերում չեմ անի, այլ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբոր Արմեն Սարգսյանի մի միտքը հնչեցնեմ արտաքին հետքի հետ կապված, մասնավորապես նա ասում է հետևյալը. այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին։